Պատրաստ ես Աստծո խոսքը ընդունելու։ Ամեն։ Երբևէ զգացել ես, որ ինչ որ մի բան պիտի անես, բայց դեռ պատրաստ չես։ Ասենք հանկարծ զանգը գալիս է, որ այն բարեկամները, որ սրտանց սիրում ես, կուզեիր մի օր լավ առիթով ձեր տուն գան, այդ լավ առիթը չի եղել, բայց այսօր են գալիս։ Ու առաջի բանը մտածում եմ, պատրաստ չեմ։ Երբ որ ուզում ենք Աստծո համար մի բան անենք, մտածում ենք, կուզեի, բայց երևի պատրաստ չեմ։ Քանիսներդ եք զգացել, որ Աստծուն ծառայելու համար դեռ պատրաստ չեք։ Ուզում եմ բարի լուր ունեմ քեզ համար։ Ես թիվը չխառնեմ, միշտ փորձում եմ թվերը ճիշտ ասեմ։ 16 տարեկան, չգիտեմ քանի տարի է դա, Տիրոջը ծառայել եմ։ Չեմ կարծում, որ երբևէ եղել է մի օր, որ ես որևէ ծառայություն անելու լինեմ, լինի դա ավետարանչություն, լինի խոսքի ծառայություն, լինի որևէ մի բան, եւ զգամ, որ շատ պատրաստ եմ։ Երբեք չեմ զգացել դա։ Այսօր էլ երբ որ կանգնած եմ, այսօր էլ երբ որ հովիվ եմ, ես շատ կռիվներ ունեմ Աստծո հետ, որովհետև շատ անգամներ մտածում եմ, որ ես պատրաստ չեմ։ Ես մտածում եմ, որ այո, ես ունեմ դա իմ մեջ։ Դες մի քիչ համաձայնվում ես, բայց հետո երբ որ գալիս է իսկական ներսի զգացողությանը, մտածում ես, որ մի քիչ էլ է ժամանակ պետք։ Մի քիչ էլ է, մի բան պետք է փոխվի իմ մեջ, միջավայրում, շրջապատում, մեր կյանքում, որ պատրաստ լինեմ։ Եվ դա հաճախ թշնամին օգտագործում է մեր դեմ մեզ վնաս տալու դրանով Աստծո թագավորության գործը դանդաղեցնելու։ Երբ որ նայում ենք Հիսուսին, նա գրված է բարձացավ լեռը ամբողջ գիշեր աղոթք արեց, հորը ներկայության մեջ լսեց, հետո իջավ ընտրեց 12 աշակերտների, որոնց կյանքը երբ որ նայում ենք հաստատ պատրաստ չեն։ Տարիքի առումով պատրաստ չեն։ Մենք միշտ մտածում ենք, որ առաքյալները տենց մեծ մարդիկ էին։ Նախ էլի եմ սա ասել, այս երևույթի մասին, երբ որ փոքր ենք, ասում էին Հիսուս պապին։ Ես երբեք 33 տարեկան պապի չեմ տեսել։ Նախ ուզում եմ, որ բոլորիս մտքից, որ Հիսուսը տենց պապի է, այդ երևույթը գնա։ Դա փոխելու է մեր ընկալումը անգամ այս եկեղեցու մասին։ Աստված Հիսուսին գործը, ավարտական գործը ընդունեց, երբ որ նա 33 տարեկան էր։ Երբ որ 33 տարեկան, 30 տարեկան մեկին տեսնում եք, մեկ մտածի, որ սրանք երեկվա երեխեքն են, դեռ պատրաստ չեն։ Դա միջայլոց կողքից ասեմ։ Հիսուսի ընտրած 12 աշակերտները պատրաստ չէին ոչ բնավորությամբ, ոչ իրանց արժեքներով, ոչ իրենց գիտելիքով, ոչ իրենց հավատքի փորձառությամբ, ոչ մեկը պատրաստ չէր, բայց Հիսուսը Աստծուց հայտնություն առնելով նրանց ընտրել էր եւ օգտագործել էր, եւ այդ process-ում անգամ օգտագործման մենք շատ սխալներ նկատում ենք, որ նրանք չէին վարվում այնպես, ինչպես որպես Հիսուսի աշակերտներ պիտի վարվեին, եւ Հիսուսը պիտի շրջվեր ու ասեր ինչի եք կռվում։ Կռվի թեման էլ ինչ էր, թե մեզնից ով է մեծ։ Ուրիշ կռվի թեման նա էր, որս ենք Հիսուսի աջ կողմը նստելու, որս ենք ձախ կողմը նստելու։ Մեկ այլ տեղ ասում է, եկան Հիսուսին ասեցին, մենք ինչ որ քեզնից ուզենք դու արա։ Մենք էլ ենք շատ ժամանակ այդպես։ Երբ է լինելու այդ պատրաստ ժամանակը։ Ուզում եմ մի 3 Սուրբ գրային պատմություն կարդամ, դրվագ, որ օգնի մեզ հասկանալ, որ Աստված հաճախ, չեմ ասի միշտ, բայց հաճախ ուզում է օգտագործել մեզ այն ժամանակ, երբ որ ամենաքիչն ենք պատրաստ զգում։ Ուզում է օգտագործել մեզ այն ժամանակ, երբ որ թվում է, որ ամենաանհարմար ժամանակն է։ Եղել է, որ մի հատ կոնֆերանս ենք հայտարարում, ասում եք, հենց այդ շաբաթ ստեղ չեմ։ Հենց այս շաբաթ, հենց այս օրը թարս օր ենք կոչում այդ օրը, ասում ենք, ինչ թարս ժամանակ էր։ Բայց Աստծո հետ քայլողների համար թարս ժամանակ չկա։ Խոսալու եմ 3 թարս ժամանակների մասին, որ թարս էր մարդու համար, բայց ճիշտ էր Աստծո համար։ Առաջի պատմությունը Հիսուսը մեջ է բերում։ Ղուկաս 4-րդ գլուխ 26-27-ի մեջ Հիսուսն ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Եղիայի օրերում Իսրայելի մեջ շատ որբևայրիներ կային, ասա շատ կային։
հիշում է Եղիայի ժամանակներ ու ասում է այն ժամանակ շատ որբևայրիներ կային, widows, կանայք, որ կորցրել էին իրենց ամուսնուն, դժվար կյանքով էին ապրում, շատ էին։ Երբ որ երկինքը 3 տարի ու 6 ամիս անձրև չէր տվել ու փակվել էր, այնպես որ բոլոր երկրի վրա մեծ սով էր եղել։ Ասա մեծ սով։ Եվ Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, բայց միայն Սիդոնացիների Սարեպթա քաղաքից մի որբևայրի կնոջ մոտ։ 3.5 տարի տնտեսական ճգնաժամ էր, 3.5 տարի երկիրը շատ վատ վիճակում էր, այդ քիչ էր, այդ կինը ամուսին չուներ, այն ժամանակում, այսօրվա ամերիկյան ստանդարտներով բաժանված կանայք լիքը առավելություններ ունեն, մեկ ավելի լավ է բաժանված լինել, դրա համար շատերը հեշտ բաժանվում են, շատերն էլ կեղծ բաժանվում են, որովհետև it comes with benefits, մարդիկ պետությունից, կառավարությունից օգուտներ են կարողանում պոկել նման դեպքերում, հիմնականում։ Այն ժամանակ որբևայրի լինելը ամենադաժան պատիժն էր, որ մարդը կարող էր ստանալ, որովհետև մշակույթն այնպիսին էր, կանայք ոչ մի իրավունք չունեին, աղջիկը քանի հոր տանն էր, հայրն էր հոգ տանում, երբ որ ամուսնու էր գնում, մարդի էին տալիս, մարդը պիտի հոգ տաներ, երբ որ մարդը չկար, այդ կինը երկու տարբերակ ուներ հիմնականում այն մշակույթում, կամ անառակությամբ պիտի զբաղվեր, կամ Աստծուն պիտի հուսար, որ Աստված հրաշքով իր տունը պահեր, որովհետև ուրիշ տարբերակ չէր լինում։ Եւ Հիսուսն ասում է այն ժամանակ, երբ որ այս հրաշքը տեղի ունեցավ, շատ որբևայրիներ կային, բայց Աստված Եղիային ուղարկեց մի որբևայրու մոտ, որը բնակվում էր Սիդոնացիների Սերեպթան քաղաքում։ Եվ այդ պատմության օրիգինալը կարդում ենք 3-րդ Թագավորաց 17-րդ գլխում։ Այսինքն այն, ինչ Հիսուսը մեջ էր բերում Եղիայի պատմության մեջ է, որը 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ 13-14 համարներում է։ Երաշտ էր, Եղիայի համար ուտելու բան չկար, Աստված հրաշքով Ագրավին ամեն օր հրամայում էր, որ Եղիայի համար միս բերի, մի փոքրիկ արվակ կար, որից ջուր էր խմում, հետո այդ արվակը չորացավ ու Աստված Եղիային ասեց, վեր կաց գնա Սիդոնացիների երկիրը, որովհետև այնտեղ մի կնոջ հրամայել եմ, որ քեզ համար հոգ տանի։ Եվ Եղիան գալիս է այդ կնոջ մոտ, գտնում է այդ կնոջը եւ իրականում տեսնում է, որ այդ կինը ոչ մի բան չունի։ Շատ աղքատ, որբևայրի է, մի երեխա ունի ու կնոջն ասում է, ով կին, ջուր կբերես, որ խմեմ։ Գրած կինը շրջվեց գնաց, որ ջուր բերի, ջուրը հեշտ էր, ջուր կարող էր տալ, ջուր ուներ, կամ կարող է իրանց, չգիտեմ, տան մոտով ջուր էր անցնում, կամ մեծ ջրի տարածքներ ունեին։ Բայց երբ որ գնում է ջուր բերելու, ասում է Եղիան նրան ասեց՝ մի վախեցի, գնա արա ինչպես ասեցի, եւ ինձ համար մի փոքր հաց պատրաստիր եւ բեր ինձ, ապա քեզ եւ քո որդու համար պատրաստիր։ Այն որ ասում է քիչ չէր, ոտի տեղ տվեցինք, հիմի ավելն ա ուզում։ Երբեմն թվում է, որ մենք Աստծուն այո ասեցինք, որ մեզ հեշտ եղնի, հիմա այդ այոն քիչ է, ասում է հաց ու ջուր էլ բեր ուտեմ։ Որովհետև Եղիան այն ժամանակ Աստծո մարդն էր եւ ամբողջ Հրեաստանը Իսրայելը գիտեր, որ սա Աստծո մարդն է, Աստծո ներկայացուցիչն էր։ Գուցե այդ կինը սկզբից ուրախացավ, որ Աստված այցելություն է արել ինձ, բայց հետո տեսավ, որ այս ինչ Աստծո մարդ է, որ կարիք ունի։ Մենք կարծում ենք, որ Աստծո մարդը եթե գա ինքն է մեր կարիքները հոգալու։ Այս մեր կարիքների վրա կարիք էլ ավելացնում է, հետն էլ անհարմար ժամանակ է եկել, որովհետև տանը ոչինչ չկա։ Ու իրականում այս կնոջ տանը ոչինչ չկար։ Որովհետև իր խոսքերի մեջ կարդում ենք հետևյալը 14 խոսքն ասում է, որովհետև այս կինն ասում է, որովհետև ավել բան չունեմ, քան մի փոքր ալյուր ու մի փոքր յուղ, պատրաստվում էի վերջի հացը սարքեմ, որ ես ու տղաս ուտենք ու մեռնենք։ Եվ Աստծո մարդը ասում է՝ մի վախեցի, գնա արա ինչպես ես եմ ասում, որովհետև ալյուրի սափորը չի պակասի եւ յուղի սրվակը չի դադարի, մինչեւ այն օրը, որ Տերը երկրին նորից անձրև տա։ Պատկերացնում եք ինչ վիճակ է։ Այսինքն այս կինը ծայրահեղ վիճակում էր, գուցե օրերով աղոթում էր, որ Աստված իմ ողորմություն արա։ Ու հանկարծ Եղիան գալիս է, կինը մտածում է, որ վաու, Աստված երևի ինձ այցելություն արա, Եղիան ջուր ա ուզում, կինը մտածում է, այդ կարող եմ անել։
Բայց երբ որ գնում է ջուրը բերելու, հանկարծ Եղիան ասում է մի հատ թազա հաց թխի բեր ուտեմ, առաջ ես ուտեմ, հետո դու ու քո երեխան կուտես։ Դա ինչ տղամարդկություն է։ Դա ինչ ջենտլմենություն է։ Խեղճ երեխան մեռնում է, խեղճ կինը մարդ չունի, դու Աստծո մարդ ես, դու ինչի ես այդ խեղճ կնոջից մի բան ուզում։ Երբեմն այդ կինը մենք ենք։ Երբեմն մենք կենտրոնացած ենք, որ մեկը լինի աղոթի ինձ համար, ու հանկարծ Տերը մեկին բերում է, որ վաղուց չես տեսել, մտածում ես, հեսա կգա ինձ կօգնի, գալիս է տեսնում ես իր ինքը քեզնից բեթար վիճակում է։ Ու դու մտածում ես, որ Աստված քեզ պիտի զորացներ, Աստված քեզ պիտի օրհներ, Աստված քեզ պիտի բարձրացներ, դեռ քո ժամանակը չի հասել, շատ թարս ժամանակ այս կինը եկել, որովհետև որ չունես, ինչ տաս։ Բայց Եղիան ասում է՝ մի վախեցի։ Գնա արա ինչ ես քեզ ասում եմ, որովհետև անելու մեջ հրաշք պիտի տեսնես։ Որովհետև երբ որ սկսես անել, յուղը չի պակասելու եւ ալյուրը չի պակասելու ոչ թե 1 օր, ոչ թե 2 օր, ոչ թե 3 օր, այլ ինչքան որ պետք կլինի մինչեւ անձրև գա ու երկիրը նորից սկսի պտուղ տալ։ Սա մեծ խոստում է, որը վախենալու է։ Աստված սիրելիներ երբեք մեզնից չի ուզում մի բան, որ մեզ վնաս տա, որ մեզ սպանի, որ մեզ աղքատացնի, որ մեզ ժամանակը խլի, որ մենք չհասցնենք մեր գործերը անել։ Երբ որ Սուրբ Հոգին առաջնորդում է քեզ զանգիր այս անձնավորությանը կամ գնա այցելության, սովորաբար մենք այս կնոջ պես ասում ենք ջուր կարամ, տեքստ կանեմ, բայց դրանից ավել ոչ ժամանակ ունեմ, ոչ ֆինանս ունեմ, ոչ էներգիա ունեմ, ոչ հայտնություն ունեմ երկրային, երևի դրա օծությունն է չունեմ։ Բայց Հիսուսն ասում է, որ շատ կանայք կային, բայց Աստված իր ինքնիշխան կամքով որոշել էր այդ կնոջը օրհնել։ Դրա համար էր ուղարկել Եղիային։ Որտեվ հաջորդ համարը Հիսուսն ասում է լիքը բորոտներ կային, բայց մենակ Նեման ասորի մոտ ուղարկվեց Եղիսեն ու բժշկվեց։ Այսինքն Աստված իր ինքնիշխան կամքով որոշել էր այդ կնոջը օրհնել, բայց օրհնելու package-ը, օրհնելու ճանապարհը շատ անսովոր էր։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, Աստված, երբ որ ուզում է օրհնել քեզ, շատ ժամանակ թվում է, որ նա քեզնից մի բան է ուզում, որը տալը շատ դժվար է։ Հիսուս ջան, հոգնած եմ արդեն, դա տես քանի ժամ եմ գործի եղել ոտքիս վրա։ Հիսուս ջան, չեմ կարող սա անել։ Ու մենք միշտ գիտենք ում մոտ ուղարկել Հիսուսին կամ Եղիային, չէ՞, այն մեկին ուղարկի, նա ավելի ազատ է, փոքր երեխեք չունի, այն մեկն ավելի երիտասարդ է, այն մեկն ավելի օծված է, մյուսն ավելի հարուստ է, բայց ես պատրաստ չեմ։ Բայց Աստված հենց այդ կնոջն էր որոշել օրհնել։ Եվ այդ օր այդ կնոջ օրհնության օրն էր։ Թեև ինքը մտածում էր, որ այս ինչ սխալ բան է ինձ պատահել, այս ինչ թարս ժամանակ եղավ։ Հաջորդ պատմությունը, որ ուզում եմ նայենք միասին, Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 3-ից 5 համարներն է։ Գրված է Հիսուսի մասին այդ պատմությունը, ասում է, եւ նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց, որ այն մի փոքր հեռացնի ցամաքից, ապա նստեց նավակից եւ ուսուցանում էր ժողովրդին։ Ու երբ ավարտեց խոսել, ասեց Սիմոնին, խորը գնա կամ նավդ խորը տար ու ցանցերը գցիր որսի համար։ Գիտեք, առավոտ շուտ էր եւ ձկնորսներն այն ժամանակ որսում էին գիշերը, եւ Սիմոն Պետրոսը դա իր կյանքի մասնագիտությունն էր, նա գիտեր իր գործը շատ լավ, նա գիտեր որ ժամին են ձկները գալիս, նա տարածքին լավ ծանոթ էր, նա ձկնորսությունից շատ ավելի լավ էր հասկանում, քան այս ռաբայը, որ եկել էր խոսում էր։ Կան քո կյանքում բաներ, որ դու գիտես, ես դրա մասնագետն եմ։ Ես գիտեմ մարդիկ ինչպիսին են։ Ես գիտեմ պարսկահայերը ոնց են վարվում, ես գիտեմ այդ հայաստանցիք ոնց են, ես գիտեմ ամերիկացիներն ինչ են անում, ոնց են մտածում, մենք գիտենք, մենք կառավարում ենք, մենք վիճակը գիտենք, ու հանկարծ Հիսուսը գալիս է Սիմոն Պետրոսին հոգնած ամբողջ գիշեր աշխատել է, նավը բերել է ափի մոտ, ակնհայտ է, որ պատրաստվում էր տուն գնա, ու մի թարս ժամանակի, ասա թարս ժամանակ, որտեվ Աստված հաճախ գալու է քո կյանքի մեջ հենց թարս ժամանակներում։ Հանկարծ Հիսուսը Պետրոսին ասում է՝ նավը
կարելի է օգտագործեմ։ Այսքան նավի մեջ ինձ տեսար Հիսուս։ Վստահ եմ, որ այդ ափին այդ օրը լիքը նավեր կային, որովհետև մարդիկ հիմնականում այն ժամանակ միայն ձկնորսությամբ էին իրենց տունը պահում։ Եվ Պետրոսը, որ գործից հոգնած եկել էր, երևի չէր է ծրագրը հայտնվել էր այդ միջավայրում, մտածում էր, այս ինչ թարս բան եղավ այ մարդ։ Այսքան մարդու մոտ ասեմ, չէ, ամոթ է։ Ասեմ, արի նավս ոնց երևում է, այսը երկար խոսացող է։ Կա չէ մարդիկ, որ երկար են խոսում։ Մենք որ խանութում բարև ես տալի, ոնց եք, լավ եք, որ գնաս ու ինքը պատմում է, թե իրականում ոնց են։ Իրանից պրծնում է, անցնում է ամուսնուն, ամուսնուց պրծնում է, անցնում է աներ զոնքաչ կամ կեսուրից, վերջը ամբողջ աշխարհի հարցերը հետդ քննարկում է, սո ինձ թվում է Պետրոսը մտածեց, որ բա որ երկար տև է։ Այս անհաջող օր այսօր ոչ մի բան չեմ բռնե։ Ուրիշ օրեղներ, ախպեր ջան, մի քանի հատ ձուգել կտայի հետը տուն կտաներ։ Այ որ ուրիշ օր գայիր, նավից կեսը քեզ կտայի։ Ոչ այսօր բան չունեմ տալու։ Այսօր հոգնած եմ, այսօր ուզում եմ տուն գնամ։ Ու Հիսուսն ասում է այսօր նավդ իմ վաճառով կտանես մի քիչ խորը։ Եվ խոսում է ժողովրդին, հետո Սիմոնին ասում է նավդ խորը տար եւ նորից ցանցերը գցի եւ Սիմոնը 5-րդ խոսքում պատասխանում է, ասում է վարդապետ ամբողջ գիշեր աշխատեցինք ու ոչինչ չբռնեցինք։ Ասա ոչինչ չենք բռնե։ Ոչ մի բան չի ստացվել։ Ասենք աղոթքաժողով անենք չեղավ, ասեցինք տնային խմբակ անենք չեղավ, ասեցինք մեր տանը քույրերով հավաքվենք չեղավ, ինչ որ ուզեցիր չեղավ, ոչինչ չենք բռնե։ Բայց քո խոսքի համար իմ հետ կապ չունի, իմ ability-ների հետ, իմ ունակությունների հետ կապ չունի, բայց քո ասելու համար, բայց որովհետև քո խոսքը այդպես է ասում, թեև թարս ժամանակ է, թեև անհարմար ժամանակ է, բայց ես նավս քեզ կտամ ու ցանցերը կգցեմ այնտեղ, որտեղ դու ես ասում։ Եվ երբ արեցին, այնքան շատ ձուկ բռնեցին, որ նրանց ցանցերը սկսեցին պատռվել։ Եվ պատմությունը գիտեք, Պետրոսը կանչում է անկերներին, լցնում են, նավը արդեն ասում է, սուզվում էր, պատռվում էր ցանցերը, ու հետո հանկարծ Սիմոն Պետրոսը նայում է Հիսուսին ու հասկանում է, ինչ մեղավոր մարդ եմ ես։ Գիտեք, այդ ժամանակ Պետրոսի մեղավորության զգացումը ոչ թե սուտ խոսալներ կամ եւ այլը, ամենամեծ մեղքը, որ Պետրոսը հասկացավ, չհասկանալն ու չհավատալն էր, ով է նա, որ ասում է նավդ ինձ կտաս։ Ամենամեծ մեղքը մեր անհավատությունն է, որ մենք ասում ենք, որ հավատում ենք, բայց չենք հնազանդվում նրան, որովհետև ամեն անգամ նա մի բան է ուզում մեր կյանքում անել, թարս ժամանակին է։ Այդ թարս ժամանակ եկեղեցում հանկարծ մի հատ կարևոր հանգանակություն, այ որ անցած տարի եղներ, չէ, գիտես ինչ էր կանեի։ Այ որ մյուս տարի եղնի, չես պատկերացնում ինչ էր կանեմ։ Բայց Սուրբ Հոգին գուցե այստեղ, այսօր, այս որբևայրու կյանքում ուզում եմ մի մեծ գործ անել, բայց թարս ժամանակ է։ Եվս մեկ պատմություն, Գործք առաքելոց 10-րդ գլուխ, Էլի Պետրոսն է, Գործք առաքելոց 10, Acts chapter 10, verses 10 to 13, գրված է, որ Պետրոսը շատ սովածացավ, պատրաստում էին ճաշը, գիրեք, որ սոված ես ճաշի հոտը ընգնում է տուն, սովդ ավելի է սկսում, չէ, պատրաստվում ես ուտելու, ու հանկարծ ես թար ժամանակ, ինքը ուտել է պատրաստում, սոված է, Աստված ժամանակ է գտնում հենց այդ ժամանակ երկնային տեսիլք տա, երկինքը բացվում է, ու Պետրոսը հանկարծ տեսնում է մի բան, որ անսովոր էր, տեսնում է մի մեծ կտավ, կտավի վրա տարբեր տեսակ կենդանիներ, ասում է եւ տեսավ երկինքը բացված եւ մի մեծ սավանի նման մի բան, որը 4 ծայրերից կապված էր, իջնում էր դեպի իրեն, թողնվում երկրի վրա։ Նրա մեջ կային ամեն տեսակ չոր քոտարիներ, վայրի գազաններ, սողուններ, երկնքի թռչուններ եւ մի ձայն եկավ երկնքից, որ ասում էր վեր կաց Պետրոս, մորթիր ու կեր։ Ես ինչ թարս ժամանակ էր։ Մարդը սոված էր, ուզում էր գնա իր սիրած քոշեր ուտելիքը ուտեր։ Հալալ ուտելիք էր ուտելու, տնական սարքած։ Ու Աստված ամեն տեսակ կենդանիներ է իրան ցույց տալիս,
ու Պետրոսն ասում է կյանքիս մեջ պիղծ բան չեմ արել, սխալ մարդու մոտ ես եկել, սխալ առաջադրանքով ես եկել ու թարժ ժամանակ ես եկել, ես չեմ անելու։ Ես պատրաստվում եի գոհանալ իմ ճաշի համար, մի լավ գոհության աղոթք անել, բայց Աստված նրան ընդհատեց մի բանով, որ թարս ուտելիք էր, թարս ժամանակ էր, թարս մարդու էր եկել։ Ես հրյա, դրանք հեթանոս, ես քոշեր ու մաքուր բաներ մենակ ուտում, սրանք պիղծ ու անմաքուր կենդանիներ, հեռացիր ինձանից Տեր։ So maybe գնալու է իր դպրոց սպասում էր, որ լավ հոգևոր երեխեք են լինելու քո դասարանում, բայց ամենավատերն են գալիս։ Ինչ թարս բան է լինում։ Ես աղոթել էի, որ իմ դասարանում մենակ լավերը եղնեն։ Ես աղոթել էի, որ գործի գնամ, վատ մարդկանց չհանդիպեմ։ Բայց ձայնը նրան ասում է, վեր կաց Պետրոս, մորթի ու կեր։ Իսկ Պետրոսը 3 անգամ ասում է, դու սխալ մարդու ես ընտրել։ Դու սխալ բաներ ես ընտրել, ու դու սխալ ժամանակ ես ընտրել Տեր, որովհետև ես կյանքում դա չեմ արել եւ չեմ էլ անելու։ Ու ես կյանքում բեմ չեմ բարձրանա։ Ու ես կյանքում աղոթքաժողով չեմ անցկացնի։ Ու ես կյանքում այդ մարդուն չեմ ների։ Ու ես կյանքում այդ բանը չեմ անի։ Ու ուզում ես ասես դու քո կյանքի Տերն ես։ Ուզում ես ասես որ Տեր Կիրակին կարաս տաս Աստծուն, մեղ կա, գնանք Աստծուն, մի 2 կոպեկ էլ կտանք, Աստծուն լավություն անենք։ Ով է Տերը։ Սուրբ գրքի մեջ, եթե կարդաք, հուսով եմ կարդաք, բազում տեղեր կգտնեք, որ Աստված ասում է, եթե ես Տեր եմ, եթե ես Տեր եմ, եթե ես Հայր եմ, եթե ինձ Աստված եք դավանում, ուրեմն գործնականում դա պիտի երևա։ Բայց այս պատմությունները մեզ ցույց են տալիս սիրելիներ, որ երբ որ Աստված գալիս է մեր կյանքի մեջ, սովորաբար մենք պատրաստ չենք։ Հիմնականում մենք մտածում ենք, որ մի բան այն չի, Աստված սխալ մարդ է ընտրել, սխալ ժամանակ է ընտրել, սխալ իրավիճակներում է ընտրել։ Եթե սպասես, որ քո կյանքում ամեն ինչ դառնա ամենաիդեալական վիճակը, որ Աստված քեզ օգտագործի, շատ ես սպասելու։ Որովհետև Աստծո առաջի առաջադրանքները սովորաբար փոխում է մեզ։ Ես բոլոր երիտասարդ միսիոներներին միշտ ասում եմ կամ ավետարանիչներին են, որ վառվում են կրակով, գնանք Հիսուսի համար աշխարհը գրավենք, առաջի մի քանի տարին Հիսուսը քո աշխարհն է գրավելու։ Պիտի գնաս ու ձախողվես, որ հասկանաս առանց իրա բան չես կարող անել ու Հիսուսը քեզ է փոխելու սկզբից, հետո քո միջոցով ուրիշներին։ Դա process-ի մի մասն է։ Բայց չի լինելու մի ժամանակ, որում դու մտածես, որ այ հիմա պատրաստ եմ, եկ Տեր ջան։ Որտեվ այն ժամանակ, երբ դու մտածես պատրաստ ես, հետո համոզվելու ես, որ հաստատ պատրաստ չէիր։ Գիտեք, մենք բոլորս ուզում ենք Տիրոջ հետ մտերիմ լինենք, ծառայենք եւ այլն, բայց ինչքանով ենք պատրաստ, որ Տերը թարժ ժամանակներում գա մեր կյանք։ Ինչքանով ենք իրապես Տիրոջն ասում դու Տեր ես, երբ կուզես, ինչպես կուզես, որ պահին կուզես եւ ինչ կուզես Տեր, արա իմ կյանքի հետ։ Բայց Աստված ուրիշ կերպով չի գալու։ Մինչև մենք երկար մտածենք, որ արժե Տիրոջ հետ քայլել թե չէ, Տերը կճարի ուրիշներին։ Որտեվ Աստծո գործը գնում է, Աստծո խոսքը գրված է արագությամբ վազում է։ Աստծո գործը արագությամբ գնում է ու Աստված բոլոր ժամանակներում անգամ քարերից իր համար որդիներ է բարձրացնելու։ Եվ ուզում եմ, որ վերջի դրվագը կարդամ, որ Հիսուսը իր աշակերտներին էր ասում եւ բազմությանը, որ իրան հետևացել էր, գրված է, երբ որ Հիսուսը 5000 հոգու կերակրեց, հաջորդ առավոտյան ավելի շատ մարդեր եկել։ Գիտեք, երբ որ մյուս կիրակի տեսնենք տեղ չկա նստելու, ես որպես հովիվ շատ ուրախ կլինեմ, բայց Հիսուսը նայեց այդ բազմությանը ու մի բան ասեց նրանց, ասեց 6:27 Հովհաննես. մի աշխատեք այն կերակուրի համար,
որը ապականվում է կամ փչանում է, այլ գործեք այն կերակուրի համար, որ մնում է հավիտենական կյանքի համար, որը մարդու որդին կտա ձեզ, որովհետև նրան է Հայր Աստված իր կնիքը դրել։ Հիսուսը հասկացավ, որ այս բազմությունը եկել է երեկվա հրաշքը, որ հաց էր, այսօր էլ հաց ուտեն։ Գիտեք, հաց ուտելը Աստծուց պարգև է։ Ամեն։ Երբևէ մտածել ես, որ Աստված կարող էր, ասենք մեր այս գլխի մասը solar panels դներ, սից առավոտը մինչև վեր կենային գային եկեղեցի, լծված եղներ, ու մի 7 օր կարային գնային, կարար Աստված աներ, ես վստահ եմ, որ Աստված կարար, կամ եթե մտածում եք, այսքանը փոքր է, մեր ամբողջ մեջքը կարող էր solar panel սարքել, որ charge եղնեինք, ու մի շաբաթ գործեինք, բայց ինչ լավ է, որ մենք կարող ենք ուտենք, համերը զգանք, փառք տանք Աստծուն, դրանք պարգևներ են։ Քովիդի ժամանակ իսկ լիքը մարդ հասկացավ, որ wow, actually մի թանկ բան կար, որ չգիտեի, այդ համի զգացողությունն է։ So ուտելը ինքն իրանից պարգև է։ Հիսուսն այստեղ չի ասում ուտելիքի մասին մեկ մտածի։ Նա գիտի, որ մարդիկ ուտելիքով են աշխատում, գործում, բայց ինքը ասում է ուտելիքը, երկրային ուտելիքը թող չդառնա ձեր կյանքին նպատակը, երկրային բաները թող չդառնան առավելագույն, գնացեք, աշխատեք այն կերակուրի համար, որը պահվում է հավիտենական կյանքի համար, և Հովհաննես 4:34-ում Սամարացի կնոջ պատմության մեջ աշակերտները եկան Հիսուսի մոտ, որ գնացել էին հաց բերելու, հաց չէին կերել, Հիսուսն էլ էր սոված, ու թարս ժամանակ էր, մի կին էր, հետն էլ Սամարացիներն էլ հրեաներին չէին սիրում, Հիսուսին էլ մերժել էին, ճիշտ թարս պահ էր, հացն էլ նոր եկավ, delivery, թարմ հացը բերել էին, ու Հիսուսը այդ կնոջ հետ կանգնած խոսում, աշակերտներ զարմանում են, ասում են, ինչ գործ ունես, այս կոմարի, այդ կին, հետն էլ Սամարացի, հետն էլ քեզ չեն ընդունել, հացն էլ թազա ու նոր եկել է, ու Հիսուսը այդ ժամանակ ասում է, ես ուտելիք ունեմ, ասա ես ուտելիք ունեմ, իմ ուտելիքը, իմ կերակուրը, իմ հացը նա է, որ ինձ ուղարկողի կամքը ավարտեմ։ Դու գիտես, որ դու ուղարկող ունես։ Դու ես աշխարհ եկել ես, որովհետև նա կամեցել է, որ դու գաս։ Նա է քեզ ստեղծել այնպիսին, ինչպիսին որ կաս, քո բոլոր հմտություններով, կարողություններով, բայց քո հիմնական կարիքը երկրային բաներով լցվելը չէ։ Քո համար, եթե քրիստոնյա ես, նորմալը պիտի լինի, թարս ժամանակներում անգամ Հիսուսին ասել, այո, նավս քեզ, քո խոսքի համար էլի կգցեմ իմ ուրկանները, քո խոսքի համար այն, որ մտածում եմ քիչ է ու եսա կուտեմ ու կմեռնեմ, բայց դու ասել ես, որ քեզ հուսացողը չի ամաչի, ես դա կանեմ, թեև ժամանակը թարս է։ Եվ ամենասկզբում ասեցի, մի թող, որ նորմալ դառնա, որ երբ որ ճիշտ ժամանակը գա, այն ժամանակ ես գիտեմ ես ինչ կանեմ։ Եղբայր ջան, դու չգիտես իմ սրտում ինչքան բան կա։ Հիմի ուղղակի ճիշտ ժամանակը չի։ Okay, դու ասեցիր։ Բայց այդ ժամանակը երբեք չի գալու։ Ով օրական ջունի, թող լսի, թե ինչ է ասում հոգին եկեղեցում։ Երբեք մենք չենք լինելու պատրաստ, երբեք ժամանակը ճիշտ չի լինելու, երբեք չի լինելու ավելի նպաստավոր պայմաններ և շատ անգամներ, եթե երկար ապրել եք, երեխեքը գուցե չհասկանան, հիշի կյանքի դժվար պայմանները, որ տունդ էր փոքր, գումարներ քիչ, 99% դեպքերում գիտեմ, եթե հետ նայես,
պիտի հասկանաս, որ բայց մի բան կար, որի համար մենք երջանիկ էինք, ուրախ էինք, անպատճառ ունեինք Աստծուն ասելու փառքես։ Այո, վատ էր, բայց այնպես չէր, որ մենք մեռնում ենք, մենք actually երջանիկ էինք։ Կամ ավելի երիտասարդ էինք, կամ ավելի շատ ուժ ունեինք։ Այո, կար challenge, բայց մի ուրիշ կողմից բաներ կային, որ ավելի լավ էին։ Իսկ մենք սպասում էինք ավելի լավի։ Սպասում էինք 10 տարի հետո, 10 տարին անցավ, հետ ենք նայում, հասկանում ենք, որ նո, այն էր լավ ժամանակը։ Ժամանակներն եկան, բայց մենք բաց թողեցինք դրանք, որովհետև մտածեցինք, որ ախր թարժ ժամանակ է եկել Տեր ջան։ Դրա համար խոսքն ասում է, երբ որ Տիրոջ ձայնը լսեք, ձեր սրտերը չխստացնեք։ Երբ որ Տերը խոսա, ոչ մի պատճառ մի բռնի։ Մի ասա, Տեր, դու չգիտես իմ վիճակը, ախր ես որբև այրի եմ։ Տերը միշտ ինչ որ բերում է քո առաջ, քեզ օրհնելու համար է։ Պետրոսի նավը ձկներով լցվեց, այդ կնոջ մի քիչ ալուրն ու յուղը երբեք չպակասեց։ Պետրոսի այդ ախորժակով մի փոր ուտելը դարձավ մի ամբողջ կյանքի միսիա, որ հազարավոր մարդիկ հարյուրավոր ազգերի մեջ ավետարանը լսեցին, որովհետև թարժ ժամանակին իր ճաշը համով պատրաստած քոշեր ուտելիքը հանկարծ թողեց ու հավաքեց մարդկանց ու գնաց Կորնելոսի տուն։ Ես չեմ ուզում կյանքը անցնի իմ կողքով։ Ես չեմ ուզում մեկ օր նայեմ Հիսուսին, ասեմ, բա ոնց է Հիսուս ջան, իմ կյանքում մեծ բաներ չեղավ ու ինքն ասի, որովհետև քո ժամացույցը սխալ էր աշխատում։ Ամեն անգամ ես ուզում էի քեզ օրհնեմ, դու ասում էիր թարժ ժամանակը։ Ամեն անգամ ես քեզ ուզում էի օգտագործեմ, քո կալենդարն ու ժամացույցը խաբել էին քեզ, որ դա թարժ ժամանակը։ Չկա մի բան, որ Տերը չգիտի։ Սաղմոս 2-ն ասում է, դու իմ երիկամունքները, այսինքն իմ խորը ծածուկ տեղերը, զգացմունքներս, ապրումներս, վիճակս քննում ես ու գիտես։ Եկեք չմտածենք, որ մենք ավելի շատ գիտենք, քան Տերը գիտի։ Աբրահամին, երբ որ Աստված ազգերի հայր էր դարձնելու, ճանապարհը մի թարս բանով էր լինելու, այդ նույն խոստման զավակին Աբրահամը պիտի զոհեր։ Գրված առավոտ շուտ, ասա առավոտ շուտ։ Աբրահամը վեր կացավ Իսահակին վերցրեց, գնաց, ես խորը համոզված եմ, սա վարդապետություն չի, անձնական կարծիք է, իմ կարծիքով Աբրահամը կնոջ հետ սկիչ խորհրդակցեց Սարայի հետ։ Դրա համար հետո իրանց կյանքի մեջ ինչքան նայում ես, there is kind of tension։ Միշտ թվում է, որ Սարայի հետ մի բան։ Երևի Սարան ամբողջ կյանքը նեղված էր, որ երեխուս պիտի տաներ, մի բան աներ, բայց Աբրահամը արագ հնազանդվող մարդ էր։ Այո, բաներ կա, որ ոչ մեկի հետ պետք չի քննարկել, երբ որ Տերը ասում է արա, որովհետև հենց նույն Իսահակով Աստված պիտի օրհներ Աբրահամին եւ սերունդներին։ Այն նույն բանը, որ թվում է, որ թարժ ժամանակին Տերը քեզնից ուզում է, հենց դրանով նա պիտի օրհնի։ Ես չեմ ուզում իմ կյանքում որևէ մի օր լինի, որ Տերը ինձ առաջնորդի մի ծառայություն անելու ու ես չանեմ, մեկին այցելելու ու ես չայցելեմ, մեկին խոսք խոսալու ես չխոսամ։ Ես չեմ ուզում Տերը մի բան ուզի ինձնից նյութական ու ես չկարողանամ տալ։ Եվ ես իմ ուխտը նորոգում եմ նորից ու նորից, երբ որ երիտասարդ էի, շատ դժվար պայմաններում էինք ապրում։ Մեր հիմնական շորերը, մեր տարիքի երեխեքը դա օգնություններ էր Ամերիկայից եկող, որովհետև խանութներ չկար, հագուստի շորեր չկար, եւ մենք տենց կատակով ասում ենք իմ շորերը, մեր բրենդի անունը ՍՆՀ է։ Գիտեք ինչ բրենդ է դա։ Սրա նրա հները կամ հագածները։ Սա մենք ՍՆՀ բրենդի վրա ենք մեծացել հիմնականում։ Բայց Աստված իմ ծնողներին օրհնել էր, իրանք Եվրոպա են գնում, Ամերիկա էր գալիս պապան ու մեկ-մեկն ես լավ շորեր էր բերում, որ ամբողջ թաղամասը ու ամբողջ դպրոցը ուզում էր ունենալ դա։ Ու երբ որ ապաշխարեցի, մի քանի բաներ կար, որ ոչ մեկի չէի տա։ Բայց ես մի օր Տիրոջն ասեցի, Տեր, ինչ որ ուզես ես քեզ կտամ։
ու իմ մեջ այսպեսի բան էի որոշել, եթե մեկին հանդիպեի, որ ասեր, «Օ, ես ինչ գեղեցիկ շորթ ունես», ինքը չէր ասում կտաս ինձ։ Եթե ես զգայի, որ այդ մարդը դա սիրել է, ես հետո այդ մարդուն էի ուղարկում դա։ Գիտեք ինչի, ոչ թե որ այդ մարդուն էր պետք, որ իմ սիրտը ոչ մի բանից կպած չլինի։ Այդ մարդուն ինձ էր պետք տալ։ Հասկանում եք։ Մեզ է պետք Տիրոջը հնազանդվել, կլինի ֆինանսների մեջ, կլինի Աստծուն ծառայելու մեջ, կլինի ավելին անելու մեջ։ Աստծո խոսքը հրաշալի դասեր ունի։ Սուրբ Գիրքն ասում է, երբ որ քեզ խնդրեն, ասեն, let's walk 1 mile, you go 2։ Երկու մեղոն գնա, եթե քեզ ասեն մեկը գնա։ Երկրորդ մի հատ հազիվ եմ գնացել, երկրորդն էլ գնամ, գնա, քեզ անավ։ At least քաշ կգցես, կալորիաներ կվառես։ Մի բան կլինի քո մեջ, որ քեզ է օգուտ։ Բայց չկա թարժ ժամանակներ, երբ որ մենք Աստծո հետ քայլում ենք։ Աստծո բոլոր խոսքերը ժամանակին են։ Աստծո բոլոր պատվիրանները ի օգուտ մեզ են։ Դրա համար Տեր, դուր ինձ սիրտ, որ երբ որ ուղարկես, ես գնամ, երբ որ խոսես, ես լսեմ, երբ որ ուզես, ես տամ, երբ որ գաս ինձ օրհնելու ու package-ը weird եղնի ու թար ժամանակվա լինի այդ կնոջ պատմության պես չասեմ, կլինի մի 2 ամսից։ Որովհետև շատ մարդիկ կան line-up եղած, բայց Աստված քեզ այդ պատիվը տվել։ Եղիայի օրերում շատ որբևայրիներ կային, բայց Աստված Սարեփթայի այդ կնոջը target-ի տակ էր արել, որ կին մինչև երաշտի վերջ ես քեզ օրհնելու եմ։ So շատ մարդիկ կան, որոնց Աստված կարող է օգտագործել, բայց երբ որ զանգը քեզ է գալիս, ուրախացի ու երբեք մի թույլ տուր, որ քո սեփական ժամացույցը կալենդարն ասի թարժ ժամանակ է։ Ամեն։ Ումն է մեր կյանքը։ Նրանը, ով գնել է դա։ Ումն է մեր կյանքի օրերը։ Նրանը, ով մեզ պարգևել է նա։ Ումն է մեր առաջի այոն։ Նրանը, ով մեզ այո ասեց, երբ արժանի չէինք։ Եվ եկեք կանգնենք ոտքի։ Եվ նրան ասենք այո Տեր։ Այո Տեր։ Արա ինչ ուզում ես, երբ ուզում ես։ Վերցրու իմ կյանքը, իմ թարժ ժամանակները, իմ անհարմար օրերը, իմ անհարմար իրավիճակները և օգտագործի քո փառքի համար։ Ես ուզում եմ քեզ ծառայել ամբողջ սրտով։ Ամեն։ Այնքան շատ է Տերը ձեզ սիրում։ Մեր բոլորի ձեռքերում խորհրդավոր իմաստով բաներ կան։ Մի բաներ կան, որ պահած է Տիրոջից, մի բաներ կա մարդկանցից է պահած, մի բաներ կա, որ երազանքի պես է, բայց վախենում ենք ասել, ինչ կա պահած ձեռքերիդ մեջ, ինչ ունես, գուցե վախեր ունես, գուցե շփոթված ես, անհանգստություններ ունես, ուզում եմ հավատքի մի քայլ անենք, բոլորս մեր այդ պահած ձեռքերը վերենք Տիրոջ առաջ, պահի ձեռքերդ այսպես կարծես լինի մի անոթ, որի մեջ բաներ կան։ Նորից գուցե դրանք հոգսեր են, գուցե դրանք բաներ են, որ ասես Տեր ամեն ինչ կտամ, բայց դա չեմ տա, Տեր ամեն ինչ կանեմ, բայց մենակ չասես, չգիտեմ, ավետարանչություն արա կամ այս բանն արա։ Եվ ինչ որ կա այդ ափսեի մեջ, պատկերավոր ձեռքիդ մեջ, ուզում եմ աղոթես հավատքով ու Տիրոջն ասես Տեր, դատարկում եմ քո առաջ։ Եվ շրջես ափդ դեպի վերև, այսինքն դատարկես խորհրդավոր ձևով, Տեր ամեն ինչ դատարկում եմ քո առաջ։ Իմ բոլոր վախերը, ամեն ինչ։ Եվ սրանով մենք քեզ համար տեղ ենք պատրաստում։ Եվ նորից մեր ձեռքերը բարձրացնենք, այս անգամ որպես դատարկ անոթներ ու ասենք Տեր, ինչ որ ուզում ես, ինչ որ ուզում ես։ Հալելույա քեզ։ Ինչ որ ուզում ես Տեր։ Ինչ որ ուզում ես Տեր։ Իմ կյանքը քոնն է Տեր, միայն քոնն է։ Եկեք նրան ասենք, ոչ թե իմ կյանքի կիրակիներն են քոնը, այլ իմ ամբողջ կյանքը քոնն է Տեր։
Ոչ թե մենակ այն ժամանակ, երբ որ հարմար է ինձ քոնն է, այլ բոլոր ժամանակներում իմ կյանքը քոնն է, Տեր, միմիայն քոնն է։